Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային վերջին օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք միասին դիտելու։ Հիմա սկսենք առաջին հանդիպումից, որտեղ միմյանց հետ մրցում են Պալերմոն եւ Մոնցան, տեսնում ենք խաղի մրցավարի սուլիչը կա, խաղը մեկնարկում է մեզ մոտ, հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինելու։ Բարեկամներ, հիմա Անցնեմ թիմերի հայտարարություններին, Պալերմոյի դարպասում է համար 1 Վահե Հունանյանը, համար 4 Դավիթ Ավագյան, համար 6 թիմի ավագ Հայկ Մկրտչյան, համար 7 Գրիգոր Հովհաննիսյան, համար 9 Կարեն Այվազյան, համար 10 Ռոման Լևոնյան, համար 16 Նորայր Անդրեսյան, համար 20 Հովհաննես Սադաֆյան, համար 21 Նարեկ Քալոշյան եւ համար 26 Արամ Մարտիրոսյան։ Մոնցա դարպասում է համար 1 Նարեկ Կիրակոսյանը, համար 5 Վենետիկ Չոկանդարյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 9 Վահագն Մելքոնյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 13 թիմի ավագ Ռաֆ Գևորգյան, համար 17 Սուլիկո Գևորգյան, համար 20 Նարեկ Բաղդասարյան եւ համար 22 Գագիկ Մանուչարյան։ Այսքանը բարեկամներ կազմերի մասով իտալական թիմերի մասնակցությամբ հանդիպում ենք հիմա դիտում։ Տեսնենք ինչպես կանցկացնել այս հանդիպումը երկու թիմերն էլ։ Հիմա Պալերմոն էր փորձում գրող կազմակերպել, բայց այս գրողը չստացվեց նրանց։ Փոխանցում այս փոխանցումը ստացվեց։ Սադաֆյան կենտրոնում է Պալերմոյի ֆուտբոլիստը։ Լավ խաղարկումներ։ Այվազյան լավ փոխանցում կատարեց Աչիեզր, Հովհաննիսյանն է գնդակով, մտավ կենտրոն, լավ փոխանցում Այվազյանին, հարված վտանգավոր էր Կարեն Այվազյանի հարվածը եւ շեղ մի փոքր ընթացավ Պալերմոյի ֆուտբոլիստի հարվածը, առաջին հարվածը կա այս խաղում բարեկամներ, երրորդ րոպեին երկու թիմերն էլ վատ չեն մեկնարկել այս մրցաշարը, բարեկամներ Մոնցան 5 խաղ է անցկացրել այս մրցաշարում, ներողություն 10 միավորով, 4-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ Պալերմոն 4 հանդիպում է անցկացրել 9 միավորով, 7-րդ հորիզոնականում է, շատ մոտ են գտնվում թիմերը։ Իրարից մրցաշարային աղյուսակում Մոնցանը գրում, լավ փոխանցում, տանգավոր է Մուսա Ալեքսանյան, հիմա առաջին հարվածը Մոնցայի Ալեքսանյանն է հարված կատարում, նա էլ դիպուկ հարված չանցկացրեց, լավագույն ռմբարկուն է թիմի Մուսա Ալեքսանյանը, խփված 6 գոլով, ամեն խաղում նա արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում, շատ կարևոր դեր ունի նա իր թիմում, Այս մյուս կարևոր առանցքային ֆուտբոլիստներից մեկը երկար ժամանակով բացակայում է Արշալույս Պապոյանը, հրաշալի հարձակվող, նա վնասվածքի պատճառով դեռ բացակայելու է մի քանի խաղ։
Իսկ Պալերմոյի արդյունավետ ֆուտբոլիստը Նորայր Անդրեասյանն է 5 խփված գոլով։ Նա տեսնենք Մոնցան է անցել գրոյի, Մուսա Ալեքսանյան կենտրոնում է, փոքր խճճվեց այստեղ Ալեքսանյանը, լավ փոխանցում, բայց Մարտիրոսյանը դիրքում էր։ Տեսնում ենք Անդրեասյանն է 5 գոլ է հեղինակել, նա է լավ մրցաշար է անցկացնում այս պահին։ Ալեքսանյան խլեցին նրանից գնդակը։ Փոխանցում Սադաֆյանի ուղղությամբ, այստեղ սխալվում է Սադաֆյանը։ Գևորգյան, ստենք ինչ կմտածի հիմա Ռաֆ Գևորգյանը, հրաշալի փոխանցում, Նարեկ Բաղդասարյան պետք է գրավել դարպասը եւ կայացած է Բաղդասարյանի գոլը։ Հանդիպան հաշիվը բացված է բարեկամներ 1-0։ Նարեկ Բաղդասարյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է բարեկամներ 6-րդ րոպեին հրաշալի խաղարկումներ տեսանք Մոնցայի ֆուտբոլիստների կատարմամբ եւ Բաղդասարյանն էլ կարողացավ հրաշալի գոլով աչքի ընկնել նրա առաջին գոլը տեսանք այս մրցաշարում տեսնենք հիմա ինչով կպատասխանի այս խփված գոլին Պալերմոն էլ ավելի հիմա կհետաքրքրանա հանդիպումը այս գոլից հետո բարեկամներ մայլ վտանգավոր է խաղում Կիրակոսյանը, Սադաֆյան փոխանցում եւ վերջին պահին Մելքոնյանն է փրկում իր թիմին շատ վտանգավոր գործեց հիմա իր դիրքում Նարեկ Կիրակոսյանը փրկեց թիմակիցը հիմա նետվել է գրոյի Մոնցան Ալեքսանյան վերջին պահին Մարտիրոսյանն է հիմա հեռացնում գնդակը տեսնում ենք շատ են ակտիվ են գործում երկու թիմերն էլ փոխնի փոխ գրոններով աչքի են ընկնում անկյունային է եւ վաստակ էլ այստեղ Մոնցան առաջին անկյունային է այս խաղի փոխանցում Եվ հարված կտեսնենք Վահե Ունանյանի պաշտպանած դարպասից Հովանիսյանն հրաշալի հացումներ կատարում շարունակվում է հիմա հանդիպում այստեղ գցեցին Հովանիսյանին եւ մեղին քարտ կստանա այս խախտման համար Ռաֆ Գևորգյանը հրաշալի անցում տեսանք Գրիգոր Հովանիսյանից եւ խախտումը ի վերջո այստեղ նշանակել է խաղի մրցավարը Անդրեասյանն է գնդակի մոտ Մրցավարի սուլի չկա, տեսնենք Անդրեասյան փափուկ հարված կատարեց եւ Ալեքսանյանն է հեռացնում գնդակը Եզրային նետում է վաստակում Պալերմոն լավ փոխանցում Սադաֆյանի ուղղությամբ հրաշալի խաղարկումներ փոխանցում Ավագյան տեսնենք վերջին փոխանցումը լավը չէր այստեղ Դավիթ Ավագյանի եզրային նետումը Մոնցային է լինելու
լրացված է գնդակը։ Շարունակվելու է Պալերմոյի գրով, Նարեկ Քալոշյան, աչեզրով շարժվեց առաջ Քալոշյանը և հրաշալի է գործում հիմա Ղազարյանը նետվում առաջ, այստեղ էլ լավ սահանքում կատարեց Կարեն Այվազյանը, փոխանցում աչ Քալոշյանին, կրկին Այվազյան թողեց գնդակը Սադաֆյանին, Այվազյան շրջադարձ հարվածը չստացվեց այստեղ Կարեն Այվազյանի և տեսնում ենք ցավոտ հարված է կարծես թե ստացել Կարեն Այվազյանը, բայց կանգնեց ի վերջո Պալերմոյի ֆուտբոլիստը։ Տասը րոպե անցավ, բարեկամներ, խաղի մեկնարկից 1-0 հաշվով այս պայն հաղթում է Մոնցան Պալերմոյին Նարեկ Բաղդասարյանի խփված գոլի շնորհիվ։ Կրկին Պալերմոն է նետվել գրոյի, Անդրեասյան երվից արված Կիրակոսյանն է փրկում ի վերջո իր թիմին անկյունային կլինի Պալերմոյի օգտին, երվից փորձ տեսանք նորայրը Անդրեասյանի կողմից։ Այվազյան փափուկ փոխանցում և Հովհաննես Սադաֆյանն է հարված կատարում, մի փոքր շեղ էր նրա հարվածը։ Անցած մրցաշարում շատ ենք տեսել Պալերմոյի ֆուտբոլիստներից, անկյունայիններից գոլ խփելուց ավելի շատ հենց Հովհաննես Սադաֆյանն է աչքի ընկել անկյունայինից, շատ վտանգավոր են նրանց անկյունայինները, հիմա տեսնում ենք խոտածածկին է հայտնվել Պալերմոյի ֆուտբոլիստը, հանդիպումը շարունակվում է բարեկամներ Կոսյան երկար փոխանցում Հովհաննեսյանն է հեռացնում գնդակը Քալոշյան այստեղ լավ գործեց հիմա պաշտպանությունը Մրավ Գևորգյանը հրաշալի հանդիպումը անցկացրեց անցած մրցավեճում Գևորգյանը, այսօր էլ ասիստի հեղինակ դարձավ, հիմա երկար փոխանցում Անդրեասյանի ուղղությամբ, բայց գնդակը վերցրեց Կիրակոսյանը և սկսեց իր թիմի գրով, երկար փոխանցում, վտանգավոր կարող է ստացվել, չկարողացավ հիմա փորձալ գնդակը այստեղ Վահե Հունանյանը, բայց Հովհաննեսյանը եկավ թիմակցին օգնության Լավ խաղարկումներ հիմա տեսանք Պալերմոյի կողմից, հրաշալի է գործում հիմա Նարեկ Բաղդասարյանը Փոխանցում և շատ հաջող փոխանցում եղավ Պալերմոն է անցել գրոյի, Ավակյան, Անդրեասյանի խարկեց, Սադաֆյան մտավ Տուգանային հրապարակ հարվածը կատարեց և փրկեց իր թիմին ի վերջո Նարեկ Կիրակոսյանը, լավ գրո կազմակերպեցին Մոնցայի ներողություն Պալերմոյի ֆուտբոլիստները Մայլ Ալեքսանյանից խլեցին գնդակը, բայց հրաշալի է գործում Արտաշ Ղազարյանը
Գևորգյան լավ փոխանցում հիմա Ղազարյանի ուղղությամբ հրաշալի էր ամեն ինչ արված շատ վտանգավոր էր այստեղ տեսնում ենք Մուսա Ալեքսանյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ Մոնցայի ֆուտբոլիստի հարվածը շատ լավ գրող տեսանք Մոնցայի կողմից Ալոշյան լավ խաղարկում Անդրեսյանի հետ, Անդրեսյան երվից հարված բարձր էր ի վերջո նոր այդ Անդրեսյանի հարվածը Երկար փոխանցում Բաղդասարյանի ուղղությամբ լավ անցում Բաղդասարյանից փոխանցումը այստեղ փակեց Մարտիրոսյանը բայց արագ վերադարձեցին գնդակը Մոնցայի տղաները Ղազարյան փոխում է գրոյի եզրը և անկյունային է վաստակում այս դրվագում Մոնցան տեսնենք այս անկյունային է փոխանցում վտանգավոր կարող է լինել Ղազարյան փոխանցում հետ Բաղդասարյանի ուղղությամբ սխալվեց այստեղ Բաղդասարյանը Եվ պրեսինգ են Կիրակոսյանին ավացավ փոխանցում կատարել Ղազարյան վերցրեց գնդակը Ղազարյանը փոխանցում կենտրոն Ջոկանդարյանին հրաշալի փոխանցում և կարող էր հիմա Հիանալի գոլ հեղինակ դառնալ Բաղդասարյանը, բայց շրջադարձ հարվածը չստացվեց Արեգ Բաղդասարյանին, հիմա նետվել է գրոյի Պալերմոն, լավ փոխանցում Անդրեսյանի ուղղությամբ, Անդրեսյան հարված դարպասածողը փրկեց այստեղ և հիմա էլ Հովանիսյանն է բարձր հարված կատարում լավ դիրքից, դատարկ դարպասը կարող էր գրավել Գրիգոր Հովանիսյանը, ուղղակի երկինք ուղարկեց գնդակը Գրիգոր Հովանիսյանը բայց շատ լավ փոխանցում տեսանք Քալոշյանից ուղված Նորայր Հովանիսյանին վերջինս էլ դարպասածողին հարվածեց բախտը ժպտաց այսպես ասած Մոնցայի այստեղ շատ ակտիվ են երկու թիմերն էլ տեսնում են գործում խաղի տեմպը շատ բարձր է մեկը մյուսից հետո գրոներ են կազմակերպում, այստեղ էլ խաղթում Ալեքսանյանի նկատմամբ Հիմա կարծես թե Հերվից հարված է կատարելու Մուսա Ալեքսանյանը Չկա Ալեքսանյան երվից հարված, բայց բարձր էր Մուսա Ալեքսանյանի հարվածը Հանգիստ խաղարկումներով փորձում են շարժվել առաջ այստեղ Պալերմոյի տղաները Ալոշյան երկար փոխանցում և այս փոխանցմանը ոչ ոք չհասավ Պալերմոյի ֆուտբոլիստներից Պալերմոն այս մրցաշարում դեռ ոչ ոքի արդյունք չի գրանցել 3 հաղթանակ 1 պարտություն, հիմա նրանք են կրկին գրում
Սադաֆյան, լավ խաղարկումներ, Հովհաննես Սադաֆյան մտավ կենտրոն, բայց հեռացված է գնդակը։ Կարող է հակագրել Մոնցան, բայց Ալեքսանյանից խլեցին գնդակը, խախտում։ Պալերմոյի գոլային տարբերությունը այս մրցաշարում ավելի լավն է, նրանք 12 գնդակ են հեղինակել, 3-ը բաց թողել, իսկ Մոնցան 16 խփել, 9 բաց թողել։ Պաշտպանությունը էլ ավելի լավն է Պալերմոյի, բայց դեռ նրանք պարտվում են այս մրցավեճում, Մոնցան է անցել գրոյին, փոխանցում Տուգանային հրապարակ, չհասավ այս գնդակին Ալեքսանյանը։ Վերջին 5 րոպեներն են մնացել բարեկամներ, հիշեցնեմ առաջին կեսի ավարտին, դեռ Նարեկ Բաղդասարյանի միակ գոլի շնորհիվ հաղթում է Մոնցան Պալերմոյին։ Հովհաննիսյան հրաշալի անցում, լավ խաղարկումներ, Անդրեասյան, Տևոնյան, Հովհաննիսյան, տեսնենք հարված կլինի, Հովհաննիսյան հարված, Կիրակոսյանն է փրկում իր թիմին Գրիգոր Հովհաննիսյանի հարվածից հետո նորից լավ խաղարկումներ տեսանք Պալերմոյի ֆուտբոլիստների կողմից, բայց կրկին փրկվում է Մոնցան։ Հրաշալի անցում Ղազարյանից հիմա տեսնենք, լավ հնարք, թողեց գնդակը Ալեքսանյանին, հետ վերադարձ, Գևորգյան, փոխանցում այստեղ անաջոք ստացվեց Հրավ Գևորգյանին, բայց սխալը շտկում է հիմա Գևորգյանը, նետվեց գրոյի Մոնցան, Ալեքսանյան, հերվից հարված և բարձր էր Մուսա Ալեքսանյանի հարվածը։ Հովհաննիսյան կրկին նետվում է առաջ, լավ խաղարկումներ։ Լևոնյան հարված փորձեց կատարել, բայց շատ չեղել այս հարվածը Ռոման Լևոնյանին։ Շարունակվում է հանդիպումը բարեկամներ, 1 րոպե մնաց այս խաղակեսի ավարտին։ Տեսնենք հիմա Մոնցան է անցել գրոյի, Բաղդասարյան, ձախևրում է Նարեկ Բաղդասարյանը, Տուգանային հրապարակ փոխանցեց և շատ վտանգավոր էր հիմա այստեղ, բայց հարված կտեսնենք Հունանյանի դարպասից։
երկար փոխանցում ենք տեսնում Հովհաննիսյանից։ Տեսնենք։ Ցում Գևորքյանն է հեռացնում գնդակը։ Ալեքսանյան լավ անցում կատարեց Մուսա Ալեքսանյանը։ Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը ավարտված է մեզ մոտ, Մոնցան հաղթում է այս պահին Պալերմոյին 1-0 հաշվով Նարեկ Բաղդասարյանի միակ գոլի շնորհիվ, հիմա մեզ մոտ կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո Մոնցան 1-0 հաշվով հաղթում է Պալերմոյին Նարեկ Բաղդասարյանի խփած գոլի շնորհիվ հավասար պայքարում ընթացավ առաջին խաղակեսը մեզ մոտ, բայց հաղթողի կարգավիճակում գնաց ընդմիջման Մոնցան եւ 1 գոլի առավելություն ունի այս պահին։ Տեսնենք ինչպես հիմա կընթանա երկրորդ խաղակեսը, շատ արագ վերհիշենք հիմա թիմերի հայտարարությունները Պալերմո դարպասում է Վահե Հունանյանը, Դավիթ Ավագյան, Հայկ Մկրտչյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Այվազյան, Ռոման Լևոնյան, Նորայր Անդրեասյան, Հովհաննես Սադաֆյան, Նարեկ Գալոշյան եւ Արամ Մարտիրոսյան։ Մոնցա դարպասում է Նարեկ Կիրակոսյանը, Վենետիկ Շոկանդարյան, Արտաշ Ղազարյան, Վահագն Մելքոնյան, Մուսա Ալեքսանյան, Գրաֆ Գևորքյան, Սուլիկո Գևորքյան, Նարեկ Բաղդասարյան եւ Գագիկ Մանուչարյան։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք ու խաղին տեսնենք ինչպես թիմերը կանցկացնեն այս հատվածը։ Պալերմոն է անցել գրոյին, Անդրեասյան և խաղթում է կատարել այստեղ Նորայր Անդրեասյանը։ Ներողություն այնտեղ ձեռքին դիպչեց գնդակը վերջին պահին Անդրեասյանին։ Փոխանցում Բաղդասարյան կարող է արված լինել, բայց այստեղ խլեցին նրանից գնդակը։ Խլում է գնդակը այստեղ Ղազարյանը, լավ փոխանցում Ալեքսանյանին, Ալեքսանյան արված թույլ էր։ Մուսա Ալեքսանյանի արվածը հանգիստ վերցրեց գնդակը այստեղ Վահե Հունանյանը։ Պալերմոն է փորձում գրով կազմակերպել, որից լավ գործեցին Մոնցայի պաշտպանները։ Ավազյան փոխանցում Անդրեասյանի ուղղությամբ։ Անցած խաղը Պալերմոն անցկացրեց Նապոլիի հետ և կարողացավ հաղթել 2-0 հաշվով, իսկ Մոնցան ոչ ոքի գրանցեց Բենֆիկայի հետ, այնտեղ նրանք կրկին լավ հանդիպում անցկացրեցին, բայց չկարողացան
Հաղթանակ է հասնել Բենֆիկայի նկատմամբ։ Անուչարյան և խախտում Լևոնյանի կողմից։ Լավ խաղարկումն էր Մոնցայից տեսանք, Չոկանդարյան հրաշալի փոխանցում Ղազարյանի ուղղությամբ, բայց հարվածը չկայացավ այստեղ Արտաշ Ղազարյանին։ 5 րոպե անցավ, երկրորդ խաղակեսից դեռ փոփոխություն չկա մեզ մոտ։ Պասիվ են այս 5 րոպեների ընթացքում, տեսնում ենք երկու թիմերն էլ իմ այլ խլեցին գնդակը Սադաֆյանից, Ալեքսանյան, ինչ կմտածի երվից կրակոց, շատ լավ հարված հիմա կատարեց Մուսա Ալեքսանյանը, բայց փրկեց այնտեղ իր թիմին Վահե Հունանյանը։ Առաջին անկյունային այս խաղակեսում, արագ խաղարկեցին անկյունայինը Մոնցայի տղաները։ Աղդասարյան այդ փոխանցում Չոկանդարյանին, Մարտիրոսյանն հեռացնում է գնդակը։ Բայց չհասավ այս գնդակին ի վերջո Ռոման Լևոնյանը։ Լավ խաղարկումներ կրկին Մոնցայի ֆուտբոլիստներից տեսանք, Ղազարյան թողեց գնդակը Բաղդասարյանին, Բաղդասարյան վտանգավոր է, առնշփոթ է հիմա Մոնցայի ներություն Պալերմոյի տուգանայիններին, Ալեքսանյան երվից կրակոց բարձր էր այս անգամ Մուսա Ալեքսանյանի, հարվածը դեռ իր խոսքը չի ասում այս խաղում, Մուսա Ալեքսանյանը շատ փորձեր է կատարում թիմի լավագույն ռմբարկուն։ Կրկին լավ խաղարկումներ, Բաղդասարյան փոխանցում Ալեքսանյանին, Ալեքսանյան թողեց գնդակը Չոկանդարյանին, փոխանցում, Հովանեսյանն է փակում այս փոխանցման ճանապարհը։ Այստեղ Սադաֆյանը շտապեց փոխանցում կատարելիս։ Դիմետրիս գերենդով կար։ Հրաշալի անցում հիմա Ղազարյանից ձախ եզրով տեսանք, փոխանցում այդ Բաղդասարյանին, Նարեկ Բաղդասարյան խլեցին նրանից գնդակ և կարող հիմա նետվել գրոյի Պալերմոն, Հովանեսյան, 3-2-ի և հրաշալի սանկում հիմա Ռաֆ Գևորգյանից, փառ եղել ուղղակի գործում Մոնցայի ֆուտբոլիստը պաշտպանությունում, թեժ պայքար է հիմա ընթանում խաղադաշտում, Սադաֆյանն է վերցրել գնդակը, հիմա էլ Ղազարյանը խլեց գնդակը և խախտում, զգուշացվում է այս դրվագում Ռոման Լևոնյանը։
Երկար փոխանցում շրջադարձը արված կատարեց այստեղ Ալեքսանյանը, այլ Բաղդասարյան խլեց գնդակը, լավ փոխանցում, կրկին Բաղդասարյան, փոխանցում էր, հարված և փրկեց իր թիմի Վարունանյանը, Չոկանդարյանի հարվածից հետո հրաշալի խաղարկումներ տեսանք Մոնցայի ֆուտբոլիստների կողմից, կրկին մի փոքր ակտիվ են գործում տեսնում ենք այս խաղակեսում Մոնցայի տղաները առավելությունը նրանցն է Եկա նետում և հասավ գնդակին այստեղ Մանուչարյանը, բայց Մարտիրոսյանն է լավ գործում պաշտպանությունում Մարտիրոսյան փոխանցում առաջ, լավ խաղարկումներ, հիմա նետվել է գրոյի Պալերմոն Լևոնյան, կենտրոնում է Ռոման Լևոնյանը, Լևոնյան, Փափուկ փոխանցում Այվազյանի ուղղությամբ և վերցրեց գնդակ այստեղ Կիրակոսյանը, երկար փոխանցում դեպի Բաղդասարյանի ուղղությամբ Չկարողացավ պահել այստեղ գնդակը դաշտի սահմաններում Նարեկ Բաղդասարյանը շատ լավ հանդիպում է անցկացնում այսօր Մոնցայի ֆուտբոլիստը Պալերմոնը նետվել գրոյիկ, Այվազյան, փոխեց գրոյի եզրը Նորից Գևորքյանն է լավ գործում պաշտպանությունում բայց նետումը Պալերմոնին է լինելու երկրորդ խաղակեսի միջնամասն է բարեկամներ մեզ մոտ փոփոխություն չկա դեռ հաշվի մեջ բարեկամներ Բաղդասարյանի միակ գոլն ենք տեսել այս խաղում դեռ Սադաֆյան կրկին Գևորքյանն է հեռացնում գնդակը Աչեզրում է Սադաֆյանը և խաղթում այդ պայքարում Եզրային նետում է ի վերջո մրցավարակ այստեղ նշանակել վտանգավոր էր Մանուչարյանն է իր թիմին փրկում հիմա այստեղ Կրկին եզրային նետում Արված Եվ հիմա էլ անկյունային է վաստակում Պալերմոն Վակյան փոխանցում Տիգրանային հրապարակ արված Շեղերի վերջով Հալոշյանի հարվածը
ոնց է գրում Ալեքսանյան, դա փոխանցում Գևորգյանին, չստացվեց պահել գնդակը իր մոտ Գևորգյանին, Պալերմոն անցավ գրոյի, Անդրեսյան, լրադել պայթարեց Գևորգյանը, Սադաֆյան լավ խաղարկումներ, Անդրեսյան, տարավ, ձախ գնդակը արվածը, պակված է Անդրեսյանի, հեռացնում է ուղղակի լարջի սահմաններից դուրս գնդակը Գագիկ Մանուչարյանը նետում, կրկին Մանուչարյանը հեռացրեց գնդակը և հիմա կարող է հակագրոյլ այստեղ Մոնցան, Չոկանդարյան, փոխանցում ձախ, լավ փոխանցում Բաղդասարյանի ուղղությամբ, արված և Ունանյանն է պրկում իր թիմի, շահանակում է Մոնցայի մոտ մնալ գնդակը, Չոկանդարյանն է հարվածում Շեղեր այս անգամ Չոկանդարյանի հարվածը, բայց շատ լավ, հակագրոյլ տեսանք Մոնցայից, Նարեկ Բաղդասարյանի հրաշալի հարվածը տեսանք, Ունանյանը պրկեց իր թիմին Պալերմոյին անցավ գնդակը փորձում են նրանք այսօր հաջողության հասնել և փոփոխություն Մոնցայի կազմում կտեսնենք Ալեքսանյան էրվից հարված, բայց շեղ էր Մուսա Ալեքսանյանի հարվածը Շատ քիչ ժամանակ մնաց մեզ բարեկամներ հանդիպման ավարտին դեռ նվազագույն հաշվով հաղթում է Մոնցան Պալերմոյին Ստացվեց այս փոխանցումն Այվազյանին Կանդարյան լավ անցում, լավ փոխանցում կրկին Բաղդասարյան արված, բարձր էր Բաղդասարյանի արվածը Այս անգամ շտապեց մի փոքր Նարեկ Բաղդասարյանը կարող էր պահել գնդակը իր մոտ, շարժվել առաջ նոր հարվածել, բայց որոշեց Բաղդասարյանը մեկ հպումով, հարվածով եզրափակել այդ գրոհը, վտանգավոր է Հովհաննիսյան արված և գոլ, հանդիպման հաշիվը հավասար է բարեկամներ 1-1
Գրիգոր Հովհաննիսյան 1-1 հաշիվը հավասար է մեզ մոտ բարեկամներ այդքան չիրացված պահերից հետո Մոնցայի Պալերմոն իրացրեց իր պահը հիմա կրկին Պալերմոն էր անցել ջրոյի բայց Գևորգյանը խլեց գնդակ եւ նետվում է առաջ հիմա էլ ավելի լարված վերջաբան կընթանա մեզ մոտ Շփոթ պայքարը եւ խախտում այստեղ հիմա Շոկանդարյանի նկատմամբ եւ դեռ խոտացածքին է Վենետիկ Շոկանդարյանը Վերջին 5 րոպեներն են բարեկամներ ընթանալու էլ ավելի հետաքրքիր կարող է լինել երկար փոխանցում Մարտիրոսյանն է հեռացնում հիմա գնդակը բայց հիմա էլ Մարտիրոսյանը ընկավ այստեղ կոպիտ է գործել այս դրվագում Մուսա Ալեքսանյանը Փոխանցում Անգասյանի ուղղությամբ, բայց գնդակ Անգասյանը Լևոնյանն ընթացքից հարվածը չստացվեց Ռոման Լևոնյանին բայց այստեղ էլ լավ է գործում Մարտիրոսյանը, Արա Մարտիրոսյան նետվեց առաջ, փոխանցում կենտրոն Անդրեասյան հարված եւ գոլ հաշվի մեջ հիմա առաջ է անցնում Պալերմոն բարեկամներ Նորայր Անդրեասյան 2-1 Նորայր Անդրեասյան 2-1 հաշվի մեջ առաջ է անցնում առաջին անգամ այս մրցավեճում Պալերմոն տեսնում ենք նրանց հազվադեպ գրոները հիմա վտանգավոր էր Ղազարյանը հարված կատարեց հեռար եւ Հունանյանն է փրկում իր թիմին անկյունային կլինի Պալերմոյի դարպասին իր խոսքն ասեց ի վերջո այսօր Պալերմոյի լավագույն ռմբարկուն հիմա այս անկյունայինը տեսնենք խաղարկված է Շոկանդարյան երվից հարված փակված է այս հարվածը հիմա երկար փոխանցում Լևոնյանի ուղղությամբ կարող է հակագրոհել Պալերմոն բայց խախտում հիմա Ավակյանը կատարեց տեսնում ենք շտապում են Մոնցայի ֆուտբոլիստները Բաղդասարյան ձախ եզրում են Արեգ Բաղդասարյանը մտավ կենտրոն Փոխանցում Ալեքսանյանին, Ալեքսանյան, Բաղդասարյան հարված, փակված էր Բաղդասարյանի հարվածը, կրկին անկյունային կտեսնենք, շատ լարված վերջաբան է, տեսնում ենք, ով կմտածեր, որ Պալերմոն կկարողանա 2 գոլ հեղինակել Այդքան չիրացված պայրից հետո Մոնցայի Պալերմոն իր գրողները լավ օգտագործեց և կարողացավ արդյունքի հասնել, հիմա տեսնենք խախտում է նշանակել այստեղ խաղի մրցավարը Երկար են պատրաստվում, տեսնում ենք Մոնցայի տղաները
Չոկանդարյանն է գնդակի մոտ։ Մրցավարի սուլի չկա, տեսնենք։ Վենետիկ Չոկանդարյան, հարված եւ Սաադաֆյանն է հեռացնում գնդակը։ Կրկին շարունակում է Մոնսայի մոտ մնալ գնդակը, փոխանցում Տուգանեի հրապարակ։ Նորից Սաադաֆյանը հեռացրեց գնդակը, այս անգամ եզրային նետում Մոնսայի օգտին։ Շտապում են, տեսնում ենք նրանք։ Գևորգյան, անկերը փնտրում, խաղարկեց Սիմիկով Գևորգյանի հետ և նորից եզրային նետում։ Խաղարկումներ, կրկին, Անիչարյան։ Ասավ գնդակի հիմա Բաղդասարյանին, Արեկ Բաղդասարյան մտավ կենտրոն և նրանից մաքուր խլեց գնդակ այստեղ Քալոշյանը։ Այս նորից Մոնսան կարծես թե խլեց գնդակը, հիմա էլ հեռացված է գնդակը։ Բաղդասարյան, հարվածը փակված է, նորից եզրային նետում։ Շատ լարված րոպեներ են տեսնում ենք ընթանում մեզ մոտ։ Այստեղ էլ խախտում Գևորգյանի հետ պայքարում, շատ վտանգավոր է լինելու այս ստանդարտը։ Ալեքսանյանն է գնդակի մոտ։ Ալեքսանյան փոխանցում հեռացված է գնդակը, Բաղդասարյանն է հարված կատարում, բայց շեղեր Բաղդասարյանի հարվածը և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է, խելայեղ պայքար ընթացավ և կարողացավ Պալերմոն կամային հաղթանակ տանել Մոնսայի նկատմամբ 2-1 հաշվով։ Հերթական 3 միավորն է վաստակում Պալերմոն այս մրցաշարում։ Հրաշալի հանդիպման ականատես եղանք բարեկամներ։ Մնացեք մեզ հետ, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։